Հարկ նժդեհին այսօր մի քանի թեմաներից կխոսենք, համարավանդ Սազանդարի ինստիտուտի մասին կխոսենք, որը նախկինում չկար։ Սա ձեռնադրվել է Նիկոլի իշխանության հետ զուգահեռ թուրքական ծրագրի մաս է։ Բայց մինչև Սազանդարներին անցնելի, ես ուզում եմ քպականների տարբեր կարկառու ներկայացուցիչների այսպես քայքայիչ հանրությանը շեղող, ստորացնող, թուլացնող, բթացնող հայտարարությունների։ Դե մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 91 թվականից առեսօր Հայաստանը ապրում է մի տարածքում, որի կադաստրի վկայականը չունի։ Բաներ եմ ասում, որ բոլորդ եք լսել։ Այսինքն ինքը դրանով մակում գրանցված պետությանը սարքում է զրո։ Ինքը դուրս է գալի աշխարհի դեմ։ Մեզ հարվածում է քիչ չի, մակին էլ ծաղրում է, ասում է, «Ինչ պետության եք անդամ դարձրել էլ, սպորած, մոլորած, դուք բան ունեք, թե չէ»։ Սրանով գայթակղում է մեր հարևաններին, երկու բնական ձեռքբերովիչ է, բնական վրացիներին եւ պարսիկներին։ Նրանք մեր հազարամյա մեր բնական հարևաններն են։ Իրենք այդտեղ ձևավորվել են, այդտեղ ապրում են։ Թուրքերի եւ ազերիների պես քոչվոր չեն եկել զավթել։ Եթե մենք չունենք վկայական, բնական է Վրաստանն էլ կարող ասի, բայց մեր սահմանն ինչի հիման վրա է։ Պարսկաստանը կարող է ասել, մեր այս սահմանն ինչի վրա է, հիման վրա է։ Հասարակ մի բան, այն սպիտակցությունները, որ Կիրանցում ժողովրդի ձեռքից տները խլեց ու ինքը տնգեց այն սպիտակցությունները եւ անուն էլ դրեց ապահով սահման։ Դա ինչի հիման վրա է, եթե չկա կադաստրի վկայական։ Այսինքն հակասություն ինքը իրեն հակասեց, արդեն մարդը, արդեն ծաղր է սա։ Լուրջ վերաբերվել ես մարդուն, նշանակում է արդեն կամ դու հիվանդ ես, կամ անտարբեր ես, ասեմ անտարբեր մարդ, երբ որ դու լսում ես ու ասում ես, դե ապուշ խոսում է ու ոչ մի բան չես անում, քեզ չտվա, որ դու բան, դե քեզ չխաբեցին էլի, չէ, վայքուց հիմնավորելու են, դնեն գլխիդ տակ, ու դու էլ գնաս հետները։ Կամ այն մեկը, ասում է, եթե, աղ քարտուղարը ասում է, եթե քո տան պատից կախված նկարը գրգռում է թշնամուդ, պետք է չկախես։ Մենք թշնամուն հանգստացնող փիսիկ ենք, ինչ ենք, կտավ ենք, ով է իր թշնամուն բանամ հանգստացնում, կամ թշնամու կամքով շարժվում։ Եթե այդպես նայենք թշնամին գրգռվող, ասենք մեր տանը, մենք ունենք եռաբլուր մեր տանը, մեր հայրենիքում, որտեղ թաղված են Արցախն ազատագրած հերոսները, դա իրենց հաստատ գրգռում է, ինչ ես առաջարկում, քանդենք, ունենք Սարդարապետի հուշարձան, Նժդեհի հուշարձան, քանդենք, Անդրանիկի Զորավարի հուշարձան, քանդենք, դրանք բոլորը գրգռում են, ինչ եք առաջարկում։ Նիկոլն ասում է, եթե պետության թիվ 1 անվտանգության երաշխավորը բանակն է, ուրեմն այդ պետությունը խաղաղ չի կարող ապրել։ Հələ միտք, տղերք, ինքը Կիրանցում հայ ժողովրդին վախեցնում էր Ադրբեջանի բանակով։ Ասում էր, եթե ստեղից դուրս գնանք, ասենք, չկա, վաղ Ադրբեջանը պատերազմ է գալու է, այսինքն բանակի ուժն է արդեն, ինքը Ադրբեջանի բանակի ուժով մեզ վախեցնում է։ Մեզ էլ ասում է, եթե դու հանգարց ուժեղ բանակ ունենաս, դա քո երաշխիքը չէ։ Դա նշանակում է, որ ասի դու, եթե դու ուզում ես լավ տեսողություն ունենաս, պետք է կույր լինես։ Հասկանում եք։ Այն մեկն ասում է, մենք պետք է Ադրբեջանից էժան բենզին առնենք, հալենենք զահռում արե։ Տղա, դու ես 30 տարի ռուսից էժան գազ էիր առնում սահմանի վրա, բա ինչի էր եվրոպական գներով տանդ սպառում։ Էդ ոնց եղավ այդ Ալիևը Պուտինից այդպես հարմար տղա եղավ, ինքը քեզ պետք է էժան բենզին տա, որ դու գաստեղ քեզ լավս գազ բան անես, հետո էլ իրան դեմ տաս։ Ոնց ռուսն է քեզ հետ վարվել, 100 այդքան դաժան, թուրքը պետք է վարվի։ Դու չես կարող էժան բենզին ունենալ։ Ոնց որ չէիր կարող էժան գազ ունենալ քո տան մեջ։ Սահմանին կունենայիր, բայց սահմանից մինչև բերեն հասնեն քո տուն, դու պետք է եվրոպացու գներով վճարես։ Հայաստանում բենզինն արժի այնքան, որքան արժի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների իջին եկամուտը քաղաքացու տարբեր նահանգներում տարբեր է։ 10 պատիկ անգամ բարձր է Հայաստանի քաղաքացուց։ Բայց բենզինի գները նույնն է։ Հասկանում եք։
Այդ Արարատ լեռի նշանը որ հանեցին, չնայած հետ ենք դնելու։ Թուրք դիվանագետը որ եկավ սահմանով հանցավ այստեղ բան պայմանավորվեցին գնացին, գիտեք սա ինչի համար են անում, որ սահմանը շատ շուտ պետք է բացեն։ Իրենք հասկանում են, որ այն կրիտիկական պահը մոտեցել է, որ պետք է Նիկոլա Ջաղջախիչ հարվածը հասցնի հայ ժողովրդին, սահմանադրություն փոխի անեն, իրենց ռեսուրս է պետք մարդկային, իսկ ժողովուրդը արդեն միանիշ է Նիկոլի աջակիցը մնացել։ Այսինքն 10% չի ձգում Նիկոլի վարկանիշը Հայաստանում, իրեն աջակից է պետք ժողովրդային, իսկ Հայաստանում ինքը չունի դա։ Երևի ոստիկանության վրա էլ հույս չունի։ Դրա համար պետք է սահմանը բաց լինի, որ հարմար պայք 40-50-100,000 թուրք անցկացնեն սահմանով։ Ասենք, եթե Խաչիկը գնա այնտեղ Նիկոլի դեմ ցույց անի, մի 1000 հոգով, ինքը մի 5000 թուրք բերի Հայաստանի դրոշներ տա ձեռը, ասի գոռացեք Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ։ Այդ ձևը պետք իրենք պետք է փրկեն իրենց դեմքը։ Թուրքերը պետք է աջակցեն, իրենց հաջողության պատուհանն է, չէ՞։ Այսօր էլի Ալիևի չգիտեմ օգնականներ, խորհրդականներ ասել է, չէ՞, եթե մենք հանգարց Նիկոլին Տապալին չհասցնենք սահմանադրություն փոխել, վերջ կորացենք։ Դրա համար սահմանը պետք է բացեն, որ մարդկային ռեսուրս տեղափոխեն Հայաստան, ինչ տարբերություն, դու գնաս միտինգ անելու 10000 հոգով, 40000 թուրք կգա, կգոռա Նիկոլ վարչապետ, հայրը կսովորեցնեն, կգոռա տպավորություն գտնի, որ ազգի զգալի մասը պետության Նիկոլին է աջակցում։ Բայց այստեղ մի խնդիր կա, այդ թուրքն ասել է, որպեսզի իմ քաղաքացին մտնի Հայաստան, պետք է Արարատ լեռով շտամп չտնեք։ Ոնց որ Ալիևն է ասում, պետք է այդ Միջանցկով որ ասեմ, թուրքը պետք է հայ երես չտնա, մենք զզվում ենք ձեզանից։ Այս խաղաղասերները, որ ասում են, մենք գնացինք խաղացին բան, այդ մարդը հստակ ասում է, մենք պետք է հայ երես, հայ սահմանապահի, մաքսավոր երես չպետք է տենանք։ Իրանք անգամ այդ ճանապարհի վրա եթե խաչքար կա, պետք է հավաքվի, որ ինքը չվիրավորվի։ Սրանք խաղաղության ու չեն գնում թուրքերը։ Սրանք են ասում անու խաղաղություն է։ Արարատի նշանը այդ շտամբի վրից հանել են, որ թուրքերը Հայաստան երբ որ բացվի ճանապարհը մտնելուց վատ չզգան իրենց։ Սա է խնդիրը։ Հիմա դառնամ Սազանդարի ինստիտուտին։ Սազանդարի ինստիտուտը ներդրվեց հենց Նիկոլի իշխանության հետ։ Իսկապես Նիկոլի իշխանությունը դեռ իշխանություն չէ, այդ թիմը ձևավորվել է Սերժիկի օրոք, Սերժիկի իմացությամբ թուրքերը լուրջ աշխատանք են կատարել։ Իրենք ոչ միայն ձևավորել են թիմ, որը պետք է հետո Հայաստանը կառավարի, այսինքն քանդի չկառավարի, նրանք նաև զուգահեռ ձևավորել են թիմ, որ պետք է այդ մարդկանց հանցագործությունները արդարացնի։ Այսինքն Սազանդարի ֆունկցիան ո՞րն է։ Ինքը կառավարության անդամ չէ։ Երբեմն նույնիսկ հայտարարում են դիմություն, բայց կառավարության բոլոր քայլերը կամ Նիկոլի բոլոր քայլերը արդարացնում են։ Որովհետև ժողովրդի համար տեսանելի է, չէ՞, այդ ասենք ամոթ է, չէ՞, որ ասում են մենք բանը կադաստրի վկայական չունենք, բայց գնում ես սպիտակ շուներ ատնգում։ Եթե դու չունես, դու որ ինչ իմացար այդ սյան տեղը, որ դու տնկել ես ու ասում ես սա սահման է։ Դու չունես այդ վկայականը, ըստ քեզ։ Հիմա սա այս ապուշությունը մարդը որ տեսնում է, բանական մարդ է։ Չեմ ասում Նիկոլագանը։ Նիկոլագանը մարդ չի։ Ինքը 5-րդ սերնդի, 5-րդ կարգի աղբ է արդեն։ Մարդու թերմացք է ինքը։ Նորմալ մարդը որ տեսնում հասկանում ես գիժ է։ Այսինքն ինքը մի պետության վարչապետ է, որը չունի հիմք։ Այսինքն ինքը մի հատ եսիմով է էլի։ Հասկացող մարդը կհասկանա, չէ՞, որ Նիկոլ ինքը դրանով նաև իրեն է արժե զրկում։ Հիմա որպեսի այդ մարդուն մոլորեսեն, բերում են Սազանդար, Խուրշուդյան կլինի, Ստեփան Գրիգորյան կլինի, Չիբուկչյան կլինի, Վահագնի դիստրիկտ կլինի, հա, Արամի Վազգենի աղբեր Արամը կլինի, մարդիկ։ Ովքեր պետք է փորձեն համոզել ժողովրդին, որ տեսեք մենք իշխանության չենք, բայց ճիշտ է անում, էլի, որ օրինակ այտենց չանի, շունը կատու կցրթի։ Բայց որպեսի շունը կատու չցրթի, շունը շուն ցրթի, ինքը պետք է դա տենց անի։ Հասկանում եք, այսինքն ինքը պետք է ասի ես գնում եմ Եվրոպա, բայց պետք է գնա դիմումը ներկայացնի Շանհայի համագործակցության։ Եվրոպա դիմում չեն ներկայացնում, որոշում են գնան թե չէ, բայց գնում է Շանհայում միանգամից հայտարարություն անում, առաջարկություն անում, խնդրում է ու մերժվում է։ Բայց ինքը Եվրոպա մեծ է։ Հիմա Խուրշուդյանները դրա համար են, որ արդարացնեն։ Այսինքն այս Սազանդարների ինստիտուտը սարքել են,
որ ասենք ժողովուրդը նկատում է, չէ, որ ապուշություն են անում քպականները, ասենք քանդում են։ Այդ թիմը պետք է ժողովրդին ապատերգացնի, ասի չէ, ժողովուրդ հանգարց, դուք ուրիշ բան չհասկանաք, սրանք ինչ անում են, ճիշտ են անում, ճիշտ է մեր աչքի լույսը չեն, բայց ճիշտ են անում։ Սազանդարի ինստիտուտը դրվել է կեղծարարի, ստախոսի, ստերը, ասենք, չբացահայտելու կամ այն ընդդիմությունը, որ պետք է ասած ամբոստանալու սկսի դրած գլուխ ջարդեր, սրանք բան անեն, ժողովրդին նստեցնեն, որ ընդդիմության կողքը չկանգնեն, խափեն, մաշեն, նստեցնեն։ Ու դրա համար, օրինակ Արման Բաբաջանյանը, որ եկել էր Ամերիկա, որ սկսել էր ստերը խոսել, որ ասենք մենք այնտեղ դեմ ենք տալի, ինքը գնաց Հայաստան, ասեց հարյուրավոր մարդիկ եկել էին, ողջունում էին, ուրախ էին, բան, հաջորդ օրը նստում է եթեր անում։ Մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ այս ինչ արվում է Հայաստանը կործանելու համար, այս ինչ թյուր կարծիք կա ժողովրդի մեջ։ Երկու օր առաջ գրել էր մարդիկ ուրախ հարյուրավոր եկել էին, էս էին ասում։ Հետո նստում է դեմ են տալ, ասում են, բայց բևեռից եկել էին, ձեզ ուրիշ բան էին ասում, ինչ բան։ Ասում են, դե հենց վատն է, որ մարդկանց մոտ իր առաջ օրվա ասածն ու երկրորդ օրվա ասած իրաց չի բռնում։ Այդ նույն Հովսեփ Խուրշուդյանին 10 տարի առաջ տեսեք ծռերի մասին ինչ կարծիքի է, հիմա տեսեք ինչ կարծիքի է։ Այդ նույն Ստեփան Գրիգորյանին տեսեք, ինձ հետ падգամավորի տեխնացու էր 18 թվին Սասնա ծռերով։ Ստեփան Գրիգորյանը ինչ էր ասում Սասնա ծռերի մասին, հիմա ինչ է ասում Նիկոլի մասին, առել են, չէ՞ դե։ Հա, իմիջայլոց այդ Սազանդարների ինստիտուտն էլ է բյուջեի հաշվին, թե ինչ ճանապարհով են իրենց ֆինանսավորում, չնայած նաև այն Արևմուտքից եկող կամ Եվրոպայից եկող դոտացիաները, որ ժողովրդավարությունը զարգացնեն Հայաստանում, այդ փողերն են ուղում դրանց։ Հենց միտեղ պակասում է բյուջեից մի բան, ինչ-որ մի բանի անվան տակ, այդ մարդկանց պետք է նայեն, որովհետև սուտ ու կեղծիկը դրանցով է ժողովրդին բան հրամցվում։ Կանք մի եզրակացության, որ Էրդողանը, երբ որ ձևավորում էր ՔՊԸ-ն, Սերժիկի օրոք Հայաստանում, Միրզոյան Արարատով, հա, Ռուբին Ռուբինյանով, Ֆլանով, Ֆստանով, հա, Նիկոլա Հլանդիմադիր պատգամավոր էր այնտեղ բաներ անում, սենց Սաշիկ Սարսափազդուի, չգիտեմ, Գագիկ Խաչատրյանի դեմ ելույթներ էր ունենում, ծափեր էր հավաքում, սենց ուժեղ տեղեր դրելի են։ Այս մարդիկ այնտեղ դասընթաց էին ապրում, որ ստանում, անցնում, որ գան, դառնան իշխանություն, որ շուտ տան երկիրը, ավիրեն։ Դրան զուգահեռ ձևավորվում էր նաև Սազանդարի ինստիտուտը, որ սրանք հենց սկսեն ախմախ բաներ անել, ապուշ, սրանք կողքից ասեն ճիշտ են անում, հա, անդադար ժողովրդին հանգստացնեն։ Այս սա է Սազանդարի ինստիտուտը, ու մենք երբ որ Նիկոլից ազատվենք, պետք է Սազանդարի ինստիտուտի հետ փաթեթավորենք ու մտցնենք Ալիևի հետանցքը ՔՊ-ին ու Սազանդարին, ու Ալիևը կպայթի այդ ժամանակ։ Խոհեմ եղեք, մնաք խաղաղությամբ։